Ազգային ժողովի հարգարժան նախագահ, շնորհակալ եմ ելույթի հնարավորության համար, սիրելի բարեկամներ, ներքին գործերի նախարարության կողմից ներկայացված փաթեթում շատ կարևոր հատված է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որի երկրորդ հոդվածի երկրորդ մասում հետեւյալ ձևակերպում է. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, այդ թվում երկքաղաքացի հանդիսացող այլ երկրներում ստացած եւ Վիեննայի 1968 թվականի ճանապարհային երթևեկության մասին կոնվենցիայի եւ դրա հետագա փոփոխություններով լրացումներով վարորդական վկայականների ներկայացվող պահանջներին համապատասխանող վարորդական վկայականները Հայաստանի Հանրապետության տարածքում համարվում են գործող այդ անձանց Հայաստանի Հանրապետության մուտք գործելու պահից 3 ամիս ժամկետով։ Սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ սիրելի հայրենակիցներ, որ այլևս ջավախցիները Հայաստան մուտք գործելուց այն ջավախցիները, ովքեր երկքաղաքացի են, ունեն եւ Հայաստանի եւ Վրաստանի քաղաքացիություն, բայց երթևեկում են վրացական վարորդական իրավունքներով, որովհետեւ հիմնականում ապրում են Վրաստանում, այլևս ենթակա չեն տուգանման։ Ես ուզում եմ այս օրենքի փոփոխության համար խորին շնորհակալություն հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ում հետ անձնական հանդիպման եւ զրույցի ընթացքում եկել ենք համաձայնության, որից հետո նրա առաջարկով ներկայացրել եմ գրավոր առաջարկություն, որից հետո այդ առաջարկությունը քննարկվել է ներքին գործերի նախարարությունում։ Շնորհակալ եմ նախարար Արփինե Սարգսյանին, պարոն Մկրտչյան, շնորհակալ եմ ձեզ բոլոր այն ստորաբաժանումներին, ովքեր այս օրենքի նախագիծի վերջո կյանքի կոչեցին եւ շատ արագ, հնարավորինս արագ մենք այսօր ընդունում ենք օրենքի նախագիծը, որի գլխավոր շահառուն ջավախցին է։ Վերջապես այլևս որևէ ջավախցի Հայաստանի Հանրապետությունում վրացական վարորդական իրավունքով երթևեկելու համար չի տուգանվելու։ 3 ամիսը մեկ սահմանը հատելով նա իրավունք ունի անընդհատ այստեղ ուրեմն երթևեկել, այսինքն պրակտիկորեն ջավախցիներ այլևս չեն տուգանվելու։ Շնորհակալություն։